շուկայում եւ այնուհետեւ տարբեր այսպես վաճառատեղերում ինչ կարող եք ասել, ինչպես այդ խնձորը հայտնվեց։ Ապրիլի 23-ին ստացված հաղորդագրությունների հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իրականացրեց Երևան քաղաքի եւ մարզերի մի շարք վայրերում իրացման կետերում շրջայց, որտեղ արձանագրվեցին այս դեպքերը։ Իրականացված աշխատանքների արդյունքում արդեն ամսի 25-ի երեկոյան հրապարակվեցին նախնական արդյունքները, համաձայն որի այդ ապրանքը չուներ անվտանգությունը հավաստող փաստաթղթեր եւ համաձայն օրենսդրության ենթակա էր օգտահանվում։ Այդ գործողությունները ծառայությունը իրականացրեց եւ նաեւ որդորեց սպառողներին, որպեսզի իրազեկեն այդ դեպքերի մասին։ Քանի որ ծառայության գործունեությունը եւ ոլորտում իրականացվող շրջայցերը ուղղակիորեն կապված են նաեւ սպառողների հետ երկխոսությամբ եւ ավելի պահանջատեր սպառող, այսպես ձևակերպենք մեր հանրությանը այդ գաղափարը խորացնելու իրենց մեջ։ Պարոն Կարապետյան, ձեր ստուգայցերից հետո մենք տեսանք, որ շուկայում էլի կային խնձորներ, ինչպես կարող եք մեկնաբանել դա։ Տեսեք, ստուգայցերը դրանք շարունակական գործընթաց են, որոնք կատարվում են ոչ թե մեկ օրվա ընթացքում, այլ կատարվում են հանրապետության ողջ տարածքում որոշ ժամանակաշրջանում։ Ես նշեցի, որ ստուգայցը եւ շրջայցերը սկսվել են ապրիլի 23-ից եւ նրանք շարունակվում են մինչ օրս։ Արդեն իսկ ամփոփվում են արդյունքները, որի վերաբերյալ համապատասխան հաղորդագրությունները տեղակայված են ծառայության կայքում։ Պարոն Կարապետյան, կա ստուգումների արդյունքում հնարավոր է, որ դուք ձեր կողմից ճշտացնեք, թե ումից են ձեռք բերել այդ խնդիրները կամ ով է ներկրողները, կա այդպիսի ուսումնասիրություն ձեր կողմից իրականացվում եւ ինչ ունենք այդ հաշվի առնելով, որ նման դեպք է արձանագրվել, Հաշվի առնելով, որ այս դեպքը արձանագրվել է, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական կամուտների կոմիտեի հետ համատեղ իրականացնում է ներկայումս գործողություններ, որպեսզի նախ իրացման վայրերում Երևան քաղաքում եւ Հայաստանի Հանրապետության մարզերում բացահայտի վերջնական խմբականակը եւ արդյունքները ամփոփելուց հետո մենք արդեն կանդրադառնանք համատեղ հայտարարությամբ։ Ներմուծող չունենք նման տեղեկատվություն, ներմուծող ընկերություն չկա։ Պարոն Կարապետյան, տարօրինակ չի թվում ձեզ ըստ նախնական տվյալների, որոնք դեռ ամփոփման ընթացքում են եւ ես ինչպես նշեցի, շրջայցերը դեռ կատարվում են, հիմնական խմբականակը շուկայից արդեն իսկ օգտահանվել է։ Երբ որ շրջայցի արդյունքները կամփոփվեն, այդ ժամանակ տեղեկատվությունը կներկայացվի։ Ինչքան արդեն արտադրված բաներ կասեք, ուսումնասիրության արդյունքում որտեղից է եկել Վրաստանից։ Ծառայությունը նշել է բազմիցս, որ ապրիլի 1-ից 25 ընկած ժամանակահատվածում ծառայության տեղեկատվական բազայում առկա տվյալների համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ներկրվել է խնձոր Ուկրաինայից, Վրաստանից, Իտալիայից եւ մի շարք այլ երկրներից եւ նշված ծագմամբ թե փաստաթղթերով թե ներկրման երկրի որովից է ձևակերպում չի եղել մեր բազայում։ Պարոն Կարապետյան, ովքեր են եղել ներկրողները։ Մենք նման տեղեկատվություն չունենք։ Պարոն Կարապետյան, ձեզ տարօրինակ չի թվում, որ ձեր գլխավոր ծառայությունը ստուգումներ է անցկացնում օրեր շարունակ, այսինքն նաեւ հանձնարարություններ է իջեցնում, որպեսզի վաճառքը դադարեցվի, բայց վաճառքը շարունակվում է։ Դեռ ավելին ձեր գլխավոր ծառայությունը պարտավոր էր ստուգել առևտրային ցանցերում ինչպիսի ապրանք է վաճառվում, բայց ձեզ համար միգուցե անակնկալ կերպով այդ ապրանքը շարունակում է վաճառել ցանցերում, ինչ կարող եք ասել այս կապակցությամբ։ Տեսեք, ծառայության տրամաբանությունը եւ ստուգման գործընթացը հիմնված է ինչպես ստուգումների, այնպես էլ օրենսդրությամբ սահմանված այլ գործիքների, դիտարկումների, մշտադիտարկումների, ուսումնասիրությունների հիման վրա եւ հաշվի առնելով առկա առևտրային քանակների առևտրի իրականացման վայրերի քանակությունը, ինչպես նաև ուրեմն ծառայության ռեսուրսները եւ միջազգային պրակտիկայում եւ ծառայությունում ներդրված են մոնիտորինգային ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու շուկայում առկա ռիսկերը, որոնք վերաբերվում են այս կամ այն ծագման սննդամթերքի առկայությանը, որոնք կանխարգել են եւ այնուհետեւ ծառայությունը շրջայցերի, այնուհետեւ դիտարկումների եւ ստուգողական միջոցառումների միջոցով կմիջամտի բացահայտելու խախտումները եւ տալու հանձնարարություններ։ Այս տեսանկյունից ես շատ կարեւոր եմ համարում նշեմ, որ արդեն իսկ 2017 թվականի առաջին երամսյակից
ներդրվել է մեխանիզմներ մոնիտորինգային ծրագրերի իրականացման, որի մասին ծառայությունը ներկայացրել է հայտարարություններ, մոնիտորինգն արվում է պարբերաբար ըստ ապրանքային խմբերի, տվյալ պարագայում սննդամթերքի անվտանգության ոլորտի մասին է խոսքը, որպեսզի բազմաթիվ վաճառակետերում ոչ թե ամեն օր շրջայցեր կատարվեն, այլ տեղեկատվությունը մոնիտորինգների արդյունքում բացահայտվի։ Եվ այստեղ չափազանց կարևոր եմ համարում երկխոսությունը եւ համագործակցությունը սպառողների հետ, որովհետեւ ծառայությունում գործարկվել է եւ ներդրվել է թեժ գիծ, որի միջոցով մենք ստանում ենք տեղեկատվություն սպառողներից եւ վերլուծում ենք եւ սահմանված կարգով ընթացք ենք տալիս։ Մեխանիզմը համագործակցություն կայանում է հենց սրանով։ Պարոն Կարապետյան, փաստորեն մենք կարող ենք խանութներում գնել մի ապրանք, որի վերաբերյալ ձեր գլխավորած կառույցը, որը պարտավոր է տեղեկություն իմանալ եւ ստուգել այդ ապրանքի անվտանգությունը, որևէ գաղափար չունի եւ այդ ապրանքը կարող ենք զանգվածաբար գնել Հայաստանի տարբեր բնակավայրերից, ինչ կարող եք ասել այս փաստի հետ կապված։ Ես կարող եմ ավելացնել ներողություն ես պատասխանեմ, էլի։ Ներողություն պատասխանեմ, հետո կավելացնեք, եթե թույլ կտաք։ Ուրեմն ես ուզում եմ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը բնականաբար իրացման ցանցերում, շուկաներում գյուղմթերքի ըստ ծառայության կողմից իրականացվող գործառույթների եւ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների վերահսկվում է ծառայության կողմից։ Եվ ծառայությունը պատշաճ եւ բարեխիղճ իրականացնում է իր գործը արկա ռեսուրսներով եւ ներդրած նոր մեխանիզմներին համապատասխան։ Ինչը ըստ էության, թույլ տվեք ես վերջացնեմ, ինչը ըստ էության բացառում է արկա դրսևորումները եւ վտանգավոր սննդամթերքի վաճառքը։ Նման դեպքերը, որոնք ի հայտ եկան պայմանավորված խնձորի վաճառքով, դա շարունակական գործընթաց է, որի նկատմամբ վերահսկողությունը կրում է պարբերական բնույթ։ Մոնիտորինգային ծրագրերի միջոցով, որոնք հնարավորություն են տալիս բացառելու այս հետևանքները, իրազեկելու սպառողներին եւ վաճառողներին, որպեսզի նրանք զերծ մնան այս գործողություններից։ Պարոն Կարապետյան, դուք ինչպես եք բացատրում, ամեն դեպքում Հայաստանում ինչպես են հայտնվում, այսինքն այստեղ ազգային անվտանգության ծառայություն թերացումն է, դուք ինչպես եք բացատրում այս հանգամանքը։ Սննդամթերքի ներողություն եմ խնդրում։ Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսանունգ ճանապարհով։ Եթե սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում արկա չի։ Ես ինչպես թույլ տվեք վերջացնեմ, խնդրում եմ։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում նշված խմբականակի ներկրման որևիցե դեպք իր բազայում արկա չի։ Դուք գիտեք, որ օրենսդրությամբ կա թույլտվություն ներկրելու մինչև 50 կիլոգրամ ըստ խմբերի, անպատասխան գյուղմթերք։ Ներկայումս քանակները, որոնք որ օգտանվել են շուկայում, համադրվում են եւ կատարվում է վերլուծություն պետական եկամուտների կոմիտեի հետ եւ արդյունքները ամփոփելուց հետո մենք կկատարենք համատեղ հայտարարություն։ Ուրեմն համաձայն գործող սահմանային հսկողության օրենսդրության պահանջների սահմանային հսկողությունը իրականացվում է սահմանին ներկայացվող բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերի հիման վրա, այնուհետև բացվում է բեռը եւ զննվում է։ Որակի ստուգումը, ներողություն եմ խնդրում, թույլ տվեք ես պատասխանեմ։ Ֆիտոսանիտարական հսկողության ենթակա ապրանքները ստուգվում են օրենսդրությամբ սահմանված ձևաչափին համապատասխան։ Ներողություն, թույլ տվեք ես շարունակեմ, էլի։ Սահմանային հսկողության շրջանակներում բնականաբար իրականացվում է եւ փաստաթղթային եւ ակնադիտական զննում։ Եթե որևիցե արձանագրված դեպք RASEF համակարգով կամ այլ համակարգերով արկա է ելնում, ապա ստուգումը իրականացվում է նաև փորձաքննության է ենթարկվում։ Դուք ուշադրություն չդարձրեցիք, բայց ես եւս մեկ անգամ ուզում եմ մատնանշեմ, որ ծառայությունը իրականացնում է մոնիտորինգային ծրագրեր, ինչը ենթադրում է, որ տարատեսակ վաճառակետերից կատարվում է գնում ներկրված սննդամթերքի է, որը որ վաճառվում է եւ պարբերաբար իրականացվում է փորձաքննություն։ Եվ փորձաքննության արդյունքները, փորձաքննություն իրականացվում է ինչպես ուրեմն ԵԱՏՄ համապատասխան ռեգլամենտներով տվյալ ապրանքին ներկայացվող փորձաքննության անվտանգության ցուցանիշներին համապատասխան, այնպես էլ RASEF համակարգով, որը արձագանքման միջազգային համակարգն է, ու տեղակայվում են համապատասխան դեպքերը տարբեր երկրներ ներկրվելու ժամանակ, եւ կատարվում է նաեւ RASEF-ում տվյալ ապրանքի խմբականակը այլ երկիր ներկրելու մասով
ուրեմն փորձաքննություններ։ Այդ իսկ պատճառով փորձաքննությունների քանակը եւ անվտանգության ցուցանիշների քանակը, որով կատարվում է փորձաքննությունը, բավականին շատ է եւ դրա համար պահանջում է ժամանակ համապատասխանաբար։ Այս խնդիրը որի գծե բանը չի ամսի 23-ին մենք կատարել ենք հսկողական գործողություններ եւ շրջայցեր, որի շրջանակներում մենք ձեռք ենք բերել համապատասխան նմուշները տվյալ խնձորի եւ բացի դրանից ապրիլ ամսին այս ոլորտում ընթացիկ ինչպես լոլիկի, ինչպես խնձորի, այնպես էլ այլ ապրանքատեսակների մասով իրականացում են մոնիտորինգային ծրագրեր, ինչը նշանակում է, որ տարբեր խմբականակներ, շուկաներից կատարվում են հսկիչ գնումներ, որոնք ներկայումս գտնվում են լաբորատորիայում եւ կատարվում է փորձաքննություն։ Մենք այդ հարցին անդրադարձել ենք լաբորատոր փորձաքննությունների ժամկետի ավարտից հետո այդ ողջ գործընթացը մոնիտորինգի արդյունքները ամփոփելուց հետո մենք կներկայացնենք ըստ առանձին խմբերի։ Կարծում եմ, որ 2-3 օր այդ տեղեկատվությունը կհրապարակվի։ Գուցե Ադրբեջանից այլ մթերքներ էլ ենք ներմուծում Թույլ տվեք ես ասեմ, էլի։ Ուրեմն ինչ վերաբերվում է մոնիտորինգային ծրագրերին, ապա ես նշեցի, որ 2017 թվականի առաջին երամսյակից Ծննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ներդրել է մեխանիզմներ, որոնք սկսելու են զարգանալ մոնիտորինգային ծրագրերի իրականացման մասով։ Եվ մենք այս տրամաբանությամբ շարունակելու ենք, որպեսզի կանխարգելենք հնարավոր ռիսկերը եւ բացահայտենք, թե վաճառակետերում արդյոք առկա են վտանգավոր ապրանքներ, թե ոչ։ Հիմնականում բոլոր տնտեսվարողները ներկայացնում են եւ տալիս են տեղեկատվություն, որ գնումը կատարել են շուկայից։ Այսինքն շուկայից պարոն Կարապետյան, ես ուզում եմ հասկանալ, շուկայից տարբեր մարդիկ նույն արկղերով, նույն տեղից փաստորեն խնձոր են ներմուծում եւ ձեզ մոտ հարց չի առաջանում, ինչպես պատահեց, որ տարբեր մարդիկ նույն արկղերով, նույն ինչպես եղավ։ Միգուցե ինչ-որ խոշոր ներգրող են ներմուծել, ինչ կարող եք ասել։ Բացառում 10 հոգի կան 50 կիլոգրամ, ասենք որպես իրավաբան, որպես ֆիզիկական։ Չեմ բացառում, դուք նույնպես կարող եք ներգրել, որովհետեւ դա ձեր իրավունքն է օրենսդրությամբ եւ հայրը սկսեցի զանգվածաբար ադրբեջանական խնձոր ներգրել 50 կիլոգրամ, հա ճիշտ է։ Ես չեմ կարող մեկնաբանել, թե հայրը սկսեցին ներգրել, թե չսկսեցին ներգրել, բայց այնուամենայնիվ փաստը, որ առկա է նաև մեր ուսումնասիրությունների շրջանակներում, նաև մեր հասարակության զգոնության արդյունքում, որ տեղեկատվությունը բարձրացվեց, Արկա է, այո։ Եվ այդ ուղղությամբ ծառայությունը գործողություններ է իրականացնում։ Ասել են ձեզ, որ շուկայից։ Դուք երևի ուշադիր որ հետևեք, մեր հայտարարություններում մենք տարածել ենք տեղեկատվությունը, թե կոնկրետ որ վայրերում են գրել։ Մենք գնել ենք Մալացիայի շուկայում շրջայցը իրականացնել։ Իրանք որտեղից են գնել վերավաճառել համար։ Դա եմ ուզում հասկանալ։ Բարձել եք դուք։ Որտեղից են գնել։ Արև գյուղմթերքների վաճառքի շուկա։ Որ շուկայից, կասեք, այ տարբեր տեսակի տեղեկատվություն են տալիս։ Քանի որ ներկայումս ուսումնասիրությունը իրականացվում, ես չեմ կարող ասել եւ մեր կողմից տրամադրվող տեղեկատվություն չի, քանի որ մենք իրականացնում ենք համատեղ գործողություն պետական եկամուտների կոմիտեի։ Պարոն Կարապետյան, դուք կառավարությունում քննարկել եք, դուք կարծիք հայտնեցիք, որ միգուցե Մաքսանենք ճանապարհով է խնձորը ներմուծվել Հայաստան, օրինակ վարչապետի մոտ հարց բարձրացել եք։ Ես կարծիք չհայտնեցի նման, ես ընդհանրապես նշեցի, որ եթե դուք մեկնաբանում եք դա մաքսանենգություն, դա ձեր մեկնաբանությունն է։ Ինչպես է Հայաստանում հայտնվել որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մինչև 50 կիլոգրամ ներկրել։ Եվ ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, թե ինչպես է ներկրվել այդ խնձորը, որովհետև սահմանային հսկողության շրջանակներում Ծննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվական բազայում որևէ տեղեկատվություն թե փաստաթղթային եւ թե ուրեմն ծագման երկրի մասով արկա չէ, տվյալ խմբականակի մասով։ Ուստի վերլուծության արդյունքները կարող են հանգել ելնելով խմբականակի ծավալից, ինչպես նաև ելնելով ծագման երկրից, որ խմբականակը ներկրվել է խմբականակի ներկրման եղանակի մասին, որի ուղղությամբ ներկայումս կատարում է վերլուծություններ։ Ովքեր են կատարում այդ վերլուծությունը։ Կառավարությունում դուք կամ Վարդան Հարությունյանը, ովքեր են կատարում։ Կատարում են մարմինները, ովքեր զբաղվում են դրանով։ Տվյալ պարագայում Ծննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իր մասով, պետական եկամուտների կոմիտեն իր մասով։ Պարոն Կարապետյան, դա եմ ուզում հասկանալ։ Այն ներմուծող ապրանքները Ծննդամթերքը, որոնք մաքսազերծում են օրինական, ճիշտ ենք հասկանում։ Ծննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողությունը իրականացնում է սահմանին, հետևաբար այն ծննդամթերքը, որը ներկրվում է Հայաստանի Հանրապետությունում եւ ենթակա է անասնաբուժասանիտարական կամ բուսասանիտարական հսկողության,
օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, դրա նկատմամբ իրականացնում է հսկողություն։ Այսինքն այն 50 կիլոյից ավել է, ճիշտ եք հասկանում, այն ապրանքներ, որոնք 50 կիլոգրամից ավել է։ Մնացածը չեն ստուգվում։ Այն ապրանքները, որոնք որ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են մեր հսկողության։ Համապատասխան կառավարության որոշում կա, ուր ֆիքսված են չափականակները ըստ առանձին ապրանքների խմբերի, որոնք կարող են ներկերել 50 կիլոյով, 15 կիլոյով, հա, ըստ առանձին ապրանքների խմբերի։ Տվյալ պարագայում, եթե չեմ սխալվում, բանջարեղենը, լոլիկը, խնձորը կարող են ներկերել մինչև 50 կիլոգրամ յուրաքանչյուր անց։ Իսկ Հայաստան որ երկրներից է օրինական ճանապարհով մաքսազերծվող խնձորներ կրվում։ Ինչպես նշեցի, ապրիլի 1-ից մինչև ամսի 25-ը եւ այդ տեղեկատվությունը ներկայացված է նաեւ ծառայության կայքում, ներկերվել է Ուկրաինայից, Վրաստանից, Իտալիայից, եթե չեմ սխալվում, եւ մի շարք այլ երկրներից։ Պարոն Կարապետյան, դա ասեցիք հարցս հետեւյալն էր, եթե թույլ կտաք Որևիցե մանմի բախտում նկատում եք թե չէ, պարոն, ի վերջո, ոնց է հայտնվել այդտեղ։ Տեսեք, ես ներողություն ես որևէ գնահատական չեմ կարող տալ այդ մասով, որովհետեւ կառույցի բաց թողում կամ ոչ բաց թողում, որովհետև ես նշում եմ, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական եկամուտների կոմիտեի հետ այս ուղղությամբ իրականացնում է համապատասխան գործողություններ։ Մենք ներկայումս ամփոփում ենք այն խմբականակը, որը որ օգտահանվել է եւ կատարում ենք վերլուծություն եւ նշեցի, որ հանդես գանք համապատասխան հայտարարությամբ։ Իսկ մեր սպառողներին ես օրդորում եմ լինել հանգիստ, որովհետեւ ողջ իրավիճակը վերահսկվում է, որևէ անհանգստանալու խնդիր չկա եւ եթե շուկայում հայտնվում են համանման ապրանքներ, մի դեպքում կարող է պատահի մարդը 50 կիլո բերել է եւ ներկայացրել է վաճառքի, որովհետեւ նման դեպքեր մեր մարդիկ ներկրողը եթե հայտնաբերվի անկարծակի Ինչ ասում։ Ես նշեցի Սննդամթերքի անվտանգության եւ Սննդամթերքի պետական վերահսկողության մասին օրենքների համապատասխան դրույթներով տվյալ ապրանքը, որը ունի անվտանգություն հավաստող փաստաթուղթ, որը որ ներկրվել է Հայաստանի Հանրապետություն ելնելով մակրշումից, դա ենթակա է օգտահանման։ Այդ իսկ պատճառով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իրականացնել է այս գործողությունը տվյալ պարագայում։ Լավ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք ապրանքներ, որոնք որ ներկրվում են, ինչպես ես նշեցի, ապրիլի 1-ից 25-ը սահմանային հսկողության շրջանակներում, որի վերաբերյալ ծառայությունը ունի տեղեկատվություն եւ ունի համապատասխան անվտանգությունը հավաստող փաստաթղթերը, այդ ապրանքների մասով մենք տիրապետում ենք տեղեկատվություն եւ մնացած ապրանքների մասով որևէ գործողություն չի ցանցերում հայտնվելուց հետո ոչ մի սուպերմարկետում համոզված է, որ այլևս չկա, որովհետեւ Ոչ, ինչպես մենք նշեցինք, դուք մեր հայտարարությունը ես խնդրում եմ ուշադիր ընթերցեք, որովհետեւ Ես ներողություն Տեսեք, մենք դրա համար էլ նշում ենք, որ մենք կատարում ենք շրջայցեր եւ խնդրում ենք բոլոր սպառողներին, ովքեր կհայտնաբերեն նման ապրանքը, զանգահարել ծառայության թեժ գծին, որովհետեւ սա մեկ օրվա խնդիր չի, սա շարունակական գործընթաց է, որը նաեւ վերաբերվում է իրացման կետերի մեր վաճառողներին, հա, եթե վաճառողը ցանկություն չունենա վաճառելու այդ ապրանքը, ինքը տանի օգտահանի եւ սպառողը ցանկություն չունենա գնելու այդ ապրանքը, բնականաբար մենք ականատես չենք լինի այս խնդիրներին։ Այստեղ ընդհանրապես ծառայությունը հանդիսանում է իր գործառույթն իրականացնող կառույցը եւ անվտանգության փաստաթղթերը եթե չեն լինում, օրենքի դրույթին համապատասխան ծառայությունը իրականացնում է իր գործողությունները։ Անկարապետյան տեսեք։ Մարզերում հայտնաբերվել են թե Այո, մարզերում հայտնաբերվել են, Գեղարքունիքի մարզում է հայտնաբերվել, Շիրակի մարզում է հայտնաբերվել եւ համապատասխան գործողություններ իրականացվել են։ Ոչ, քանակները փոքր են, ես նախապես նշեմ։ Ես դա եմ ուզում։ Հենց կամփոփենք, չեմ կարող ասել, քանի որ ներկայումս ամփոփվում են։ Պարոն Կարապետյան, ես դա եմ ուզում հասկանալ, այսինքն ձեզ որպես պետական պաշտոնյայի տարօրինակ չի թվում, որ զանգվածաբար հայաստանյան շուկայում կարող է հայտնվել սննդամթերք, որի մասին ձեր գլխավորած տեսչությունը, պետեկամուտների կոմիտեն չեն իմանում եւ այսինքն այդտեղ եւ անվտանգության հարց, ինչպես հարցս հետեւյալն է, եթե թույլ կտաք հարցս ավարտեմ, ինչպես էս իրավիճակը կարող եք գնահատել հատկապես առաջընթաց եւ զարգացում էս նախընտրական կարգախոսի ներքո։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծեմ, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իր գործունեության եւ գործառույթների շրջանակներում իրականացնում է 3 ուղղությամբ աշխատանք տվյալ պարագայում եւ տեղեկատվությունը ստանում է 3 տեղից։ Առաջինը դա մեր սպառողներն են եւ դա աշխարհում ընդունված պրակտիկա է, որ սպառողները տեղեկացնում են եւ պահանջատերը եւ տեղեկացնում են այն դեպքերի մասին, որոնք որ կան։ Երկրորդը դա մոնիտորինգային ծրագրերն են, որոնք կատարվում են պարբերաբար 2017 թվականից սկսած։
Մեխանիզմները ներդրվել են առաջի եռամսյակում եւ արդեն մարտ ամսվա վերջից սկսել են իրականացվել մոնիտորինգային ծրագրեր տարբեր ուղղություններով։ Եվ երրորդը դա տեսուչների կողմից իրականացվող Երևանի կենտրոնի եւ մեր բոլոր մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացվող պարբերաբար շրջայցերն են։ Ամեն դեպքում ինչ գնահատական կարող եք տալ այս իրավիճակին։ Գնահատականը կարող եմ տալ, որ սա աշխատանքային գործընթաց է ծառայության մասով եւ ողջունում եմ մեր սպառողների, այսպես ձևակերպեմ, պահանջատիրությունը եւ կոչ եմ անում, որ ակտիվ լինեն, ոչ միայն խնձորի մասով, այլ նաեւ բոլոր ապրանքների մասով, որովհետեւ մենք բոլորս միասին տիփոխենք այս իրավիճակը։ Կոռուպցիոն ռիսկի արդյունքում է այդ ապրանքը հայտնվել շուկայում։ Ում կողմից։ Օրինակ ձեր գլխավորած կառույցի կողմից։ Իսկ օրենսդրությամբ որևէ լիազորություն վերապահված է մեր գլխավորած կառույցին, որից է ասենք թղթերը, ասենք որոշակի ինչ որ աջակցություն եթե որևիցե նման դեպք գիտեք, մենք շատ ուրախ կլինենք արձագանքելու եւ ձեզ հետ համատեղ ընթացք տալու։ Ապրանք չեն գնում եւ խոշոր մատակարարներն են։ Ես ձեզ հետ համաձայն չեմ։ Շատ դեպքեր են լինում, որ նաեւ խոշոր սուպերմարկետները, որոնք ունեն առանձին խանութներ առանձին տեղերում, կարող են գնել։ Ամենայն դեպս իրենց որևիցե մեկը չի արգելում։ Խոշոր սուպերմարկետները շուկաներում ադրբեջանական խնձոր են գնել, դա եմ ուզում հասկանալ։ Ես չեմ կարող ասել։ Ձեր գործընկերը հարց տվեց ընդհանրապես կարող են գնել, ես ասացի, որ այո, տեսականորեն կարող են գնել։ Ես առաջարկում եմ դիմեք խոշոր սուպերմարկետների սեփականատերերին եւ իրենցից հարցնեք, որովհետեւ մենք մեր մասով տեղեկատվությունը վերլուծում եւ ամփոփում ենք։